քաղաքում շարունակում են տարբեր տարիներ, ովքեր նպաստել են կոռուպցիային։ Շրջանառությունների եւ շարունակենք մեր դատականիստի բնականon ընթացքը։ Ես արդեն ասացի, որ Լիլիթ Ավետյանը անմեղ է, Լիլիթ Ավետյանի նկատմամբ չի կարող լինել այն էլ ազատազրկման տեսքով պատիժ։ Տիկին Աղեկյան դատարանը գնաց վերջնական վճիռ կայացնելու, ինչ սպասելիքներ ունեք դատարանից եւ ինչ կասեք այս գործի հետ կապված։ Տուժողը տեսանք, որ փորձում էր ձեզ մեղադրել, որ այս ամենին տալիս է քաղաքական երանգ, փորձում եք ցույց տալ, որ դուք քաղաքական հետապնդումների եք ենթարկվում։ Ի վերջո, ինչ կասեք, որն է ձեր գնահատականը այս քրեական գործի հետ կապված։ Նախ եւ առաջ դատարանից ակնկալիք չունեմ, որովհետեւ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել, մեղադրական վերդիկտում չի նշել ինչու է ինձ մեղադրում, ինչը օրենքի պահանջ է։ Եվ դուք տեսաք դատապրոցեսի ընթացքում Փոստանջյան Զարուհին իմ պաշտպանը հարց տվեց, այդ հարցի պատասխանը եղավ նա, որ դա կլինի վճիռում, այսինքն վերդիկտը պետք է կայացվի հիմնավոր, բայց դա էլ է օրենքի խախտում։ Վերդիկտում նշված է, որ ապացուցված չէ տեսագրությունը եւ արտահայտությունները, որոնք ես արել եմ, իբր արել եմ, ասել եմ սրիգամենտ, Սեթ Մելիքսեթյանը ես չէի պատկերացնում, որ այդքան սրիգա լագոդ է, այդ բառերի եւ ինչ որ մենք կամակադարմենտ բառի համար եւ ինչ որ մուսոր բառի համար ինչը նշված է։ Ուրեմն հերթական անգամ ուզում եմ տեղեկացնել, տեսեք ինքը հենց դժողը այսպես կոչված ինքը հանդիսանալով ոստիկանության պարսասչյան պաշտոնյա պետք է տեղակալ քաղաքական բառն է ակնարկում։ Ինքը այդ Ֆրոյդի սկզբունքով ակնարկեց, բացահայտեց, ինչ որ ուղեղին կար, ինչ հանձնարարություն որ ստացել են, քաղաքական իմաստ է, դա ես չասի, դուք տեսաք, չէ, ինքը ասեց, մեկ, երկրորդը, գործի հիմքը այն է, որ ես լինելով հետաքննող լրագրող այդ տարիներին բացահայտել եմ, թե ինչպես իրենց կոլեգա ոստիկանական ընտանիքը զավթել է Գյումրու մանկապարտեզը։ Այդ մանկապարտեզի շենք գնալիս ես ուրեմն ենթարկվել եմ հարձակման, որի հետևանքով ճանաչվել եմ տուժող եւ որպես տուժող ինձ կանչեցին առերեսման այդ ինձ վրա հարձակված կանանց հետ, բայց ես առարկեցի, որ մինչև իմ փաստաբանը չկա, ես չեմ կա եւ դրանից ոչինչ չէր տուժելու, որովհետեւ այն ժամանակ այն օրվանից օգոստոսի 22-ից 24 թվականի, երբ որ իրանք եկան մեր տուն ոստիկանները ինձ տանելու առերեսման, 5 ամիս անց որևէ գործողություն այլևս չկատարվեց քննչական, այսինքն դրա հրատապությունը չկար։ Հետո իրանք ինձ վերման չենթարկեցին։ Իրանք ինձ ու իմ մայրիկին մեր բնակարանում, նայեք, մեր բնակարանում մեր անձնական տարածքներ խուժելով հասցրել են ինսուլտի։ Դա ֆիքսված է։ Քոլոյան, չեմ հիշում բժիշկի անունը, ֆիքսված է, թե մենք ինչ վիճակում ենք հայտնվել։ Այսինքն, այս մարդիկ, որոնք որ եկել են ռեպրեսիվ մսաղացը միացրել են մեր նկատմամբ իրենց ոչինչ, ես որ բացահայտել եմ քաղաքին ու պետությանը օգուտ եմ տվել կոռուպցիայի փաստը, այսօր տարել եմ տուժող, ընդ որում եկել է մեր տուն ինձ վիրավորում է, ծաղրում է, ես էլ պիտի չհակադարձեի, հա։ Ես էլ դե ասեի բարով ես եկե, արի մի հատ սուրճ խմի, մի հատ էլ գլխիս խփի, հա։ Էս է այսօրվա ոստիկանությունը, էս է այսօրվա ոստիկանական ապարատը, որ ինչ ուզենան իրենք անեն, իրենք պաշտպանված են, իսկ մենք շարքայիններս պաշտպանված չենք, հա։ Ընդ որում մեր խոսքի ազատությունը, մեր լրագրողական գործունեությունը, այդպես այ թող բոլոր լրագրողներին տանեն փակեն, որևէ մեկը որևէ գործունեություն չծավալի, ինչ է եղել որ կամ լինեն ալյա պսևդո օպոզիցիոն ուրեմն ինչ որ լրագրողներ, որոնք որ ծածուկ ինչ որտեղ հանդես գան եւ դա համարվի օպոզիցիոն գործունեություն։ Ինչ եղավ սրանից հետո, ուրեմն այս մասին, որ իմ նկատմամբ Սեթ Մելիքսեթյանը հաղորդում է տվել, ես իմացել եմ այս դատարանի նգուղում, երբ ինձ այստեղ մեր բնակարանից ոստիկաններն առևանգեցին եւ բերեցին այստեղ առավոտյան մայիսի 9-ին 2025 թվականի։ Իհայտ է գալիս այստեղ Սեթ Մելիքսեթյանը եւ ասում է. «Տիկին Աղեկյան, მე հաղորդում եմ ես ձեր վրա գրել, բառացի այս տոնայնությամբ»։ Ասի ինչի, ասեց ես իմ, այդպես։ Ես դրան բնականաբար այլ գործով Այսինքն ուղղորդում է եղել։ Այո,
իմ այլ բացահայտումների հետևանքով դուք գիտեք ինձ նաև ազատազրկել են, այդ ընթացքում ինձ մի բան պարզ դարձավ, որ մի այլ գործ է կարվում, բայց սրա շարունակությունը եղավ այն, որ ես երբ որ ազատազրկված էի, իմ ազատազրկման մեկ շաբաթ անց 7 օրվա մեջ ի հայտ է գալիս քննիչ Աբրասիմ Աթոյանը, Խաչը Տոշին, եւ ուրեմն այս մեղադրանքն է ինձ ներկայացնում։ Հիմա ինքը ցավոք իմ կողմից հարգված բացառիկ անձնավորության, բացառիկ հայի Սրբազան Միքայել Աջապահյանի կողքին է, ես չգիտեմ ինչ կարգավիճակում, մամուլում էլ նայում եմ, ներկայանում է որպես հոգեզավակ։ Եկավ ինձ վրա այդ գործը կարեց գնաց, ու այսօր ինքը ուզում է այդ խորանին մոդենալ, խաչ վերցնել, մտնել հայ առաքելական եկեղեցի, ինչ որ բաներ էլ անցյալ օրը ինձ ասում են, ինչ որ մենք խնդրել ենք, ինչ որ բաներ, ինքը ով է որ մենք ինչ որ բան խնդրենք, հակառակը ինքն է ինձ մոտեցել, ասել միջնորդիր կամ դադարան։ Այդ քննիչից հետո դա եղել է ուրեմն 2025 թվականի մայիսի 16-ին, երբ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ազգային ժողովում զրբարդեց ինձ եւ խախտեց իմ անմեղության կանխավարկածը, իսկ նա ելույթ ունեցավ մայիսի 12-ին, 16-ին եկան կարեցին այս մեղադրանքը ինձ վրա։ Այսինքն 9 ամիս անց, դրանից հետո այս գործողությունների ամեն ինչի հետևանքով, որ ես եղել եմ հիվանդանոցում, ի հայտ է գալիս մեկ այլ քննիչ Էդգար Անտոնյանը, որը չհամբերելով, որ ես գամ հասնեմ Գյումրի հիվանդանոցից, հիվանդանոցում է լրացնում մեղադրանքը։ Դուք զգում եք պատվերի, իրանց ասած քաղաքական պատվերի հոդը, համը, բուրմունքը, գործիքակազմը։ Սա է հիմքը։ Ես ոչինչ չեմ արել, ոչ մարդ եմ սպանել, ոչ նարկոտիկ եմ տրել, որևէ բանի մեջ չկամ, արել եմ իմ մասնագիտական գործունեությունը, իսկ թվում էլ վատել չեմ արել, չգիտեմ մարդիկ դա կգնահատեն, եւ այսօր տուժողից դարձել եմ մեղադրյալ, հիմա էլ միջնորդում են, որ ինձ ազատազրկեն 2 ամսով, որովհետև ես ասել եմ կամակադարմենտ արտահայտությունը։ Ի դեպ 3 ամսով միջնորդում էին ինձ այն ժամանակ նաև անցյալ տարի նորից երկարացնել իմ ազատազրկումը այս տալիջում, այս առաջի տալիջում, ընդ որում շատ խիստ սահմանափակումներով, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա ակնկալել դատարանից, չգիտեմ, այս դատարանը տարբեր դատավորներ ունի, անաչառություն եւ այլ, ես չեմ կարող ասեմ, սպասենք ժամը 16:00-ին, ինչ որոշում էլ կայացվի, դա փողոքարկվելու է։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում հետապնդվում է խոսքի ազատությունը, ուրեմն գործունեության փաստորեն ազատությունը։ Փաստորեն պետք չի է բացահայտել ու հանրօգուտ աշխատանք տանել, կոռուպցիոն փաստեր հայտնաբերել։ Դա հետապնդելի է եւ պատժվում է օրենքով։ Այս սա դա վկայեց։ Ընդ որում, ամբողջ դատաքննության ընթացքում դատախազը, որ հիմա այստեղ ասում է, ես ներկայացել եմ փաստաթղթեր, ինքը չի ներկայացել փաստաթղթեր, թե Սեյեդ Մելիքսեթյանը որպես ով է մեր տուն եկել։ Ինքը ընդհանրապես վկայակոչեց ինչ որ կանոնակարգ, կանոնադրություն, բայց երբ ասենք ասա հոդվածը չկարողացավ, ուղղակի ամսի 29-ին եւ ամսի 16-ին փլուզվեց մեղադրանքը, բայց այսպիսի մոտեցում է ցուցաբերվում։ Կանխակալ, ի սկզբանե կանխակալ, եղել է նաեւ դատավորի կողմից ինձ դիտողություն, որ ձեր վրա նոր հոդված, ուրեմն այսպես ասած կառաջադրենք, որովհետև իր ականջին ինչ որ բառ էր հասել, որ ես իբր վիրավորել եմ դատարանին, այսինքն հələ նոր է սկսվել դատաքննությունը այդ փուլում, արդեն ինքը, այսպես ասած, կանխակալ մոտեցում ունի։ Դրա համար ակնկալիք սպասենք ժամը 16:00-ին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աջակիցներին, շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր մարդկանց, ովքեր ինձ գիտեն ու չգիտեն, ովքեր ինձ մոտենում են փողոցում եւ ասում են, որ քեզ համար շատ ենք աղոթել եւ աղոթում ենք, որովհետեւ տեսել ենք աշխատանքը, լսել ենք, անծանոթ մարդիկ են։ Ու ի դեպ այնքան էլ բաներ են մարդիկ պատմում ու տարբեր որակավորումներ տալիս, եւ ի դեպ մամուլը ամեն ինչ համացանցը լցված է տարաբնույթ հայտարարություններով, բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ հայոյում են, նրանց մայրիկները մատ են ցույց տալիս,
թքում են մարդկանց վրա, մնում են անպատիժ։ Էլ գիտնական ոչիլ, էլ չգիտեմ ասֆալտ լիզել եւ այլն, դա բռնության կոչեր սատկացնելու այդ հեչ։ Բայց որ պատվիրված սա ասվել բանը արվում է իմ նկատմամբ, սա արդեն ձեզ համար է ինձ թվում փաստ։